Դե ինչ լսեցինք լավ երաժշտություն եւ արդեն տաղավարի իր հատվածից մեզ է միանում մեր գործընկեր հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Նախորդ օրերին մի քանի մտահոգիչ իրադարձություններ տեղի ունեցան սեռական բռնություն մեծահասակի կողմից մանկահասակ երեխայի նկատմամբ եւ վթար, որի պատճառը ղեկին առանց վարորդական իրավունքի հայտնված 19-ամյա տղան էր, ով հետո դիտելով իր մասնակցությամբ կադրերը հրճվում էր։ Եվ չիպսեր ուտում զուգահեռ։ Մի խոսքով անդրադառնում ենք մեր երեխաների անվտանգությանը։ Քրեական գործ է, եթե չեմ սխալվում, հարուցվել։ Ողջույն Մարիամ։ Ողջույն, բարի լույս։ Թեմաները բավականին ծանր են, բայց միևնույն ժամանակ խնդրահարույց եւ առանցքային։ Ինչ կարող ենք ասել այս թեմաների հետ կապված հենց մասնագիտական տեսանկյունից։ Սիրելի գործընկերներ, եկեք բարի լույսին զուգահեռ մեզ մաղթեմ անփորձանք օր, որովհետև վերջին իրադարձությունները մեր զգոնությունը էլ ավելի սրեցին եւ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հատկապես Շանթ հեռուստաընկերության սոցիալական հարթակներում տեղադրված մեր նյութերին, որովհետև հենց ամենավերջինը բռնության կանխարգելման վերլուծությանն էր ուղղված։ Ասել կուզի, որ պարտադիր չէ դեպքերը լինեն, որպիսի մեր ուշադրությունը հրավիրեն նման իրադարձություններին, այն էլ մանկահասակ երեխաների հանդեպ ոտնձգությունները եւ երիտասարդը, որը համացանցից դարձավ հայտնի իր անօրինական գործողություններով։ Այս եւ բոլոր նման դեպքերի համար կատարենք երկու տիպի վերլուծություն առանձնացնելով երկու աղմկահարույց դեպքերը։ Եկեք իմ սիրելի գործընկերներին Զարային եւ Սամվելին առանց պատասխան չթողնելու պատրվակով պատասխանեմ առաջին հարցին։ Ինչ է նշանակում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ առաջին հերթին անուշադրությունը, անտարբերությունը հասարակության կողմից, որի արդյունքում չարագործը կարողանում է դեռևս մեղքը չապացուցված է, բայց մենք ուղղակի թեորետիկ մոտենանք երևույթին, որովհետև նման երևույթները նաև այնպես չէ, որ զրոյական վիճակում են հասարակության մեջ։ Իմ փորձի մեջ սա առաջին դեպքը չէ, որ ես հանդիպում եմ եւ իմ վերլուծությունները շատ վաղուց հետևել եք երեխաների անվտանգության հետ կապված։ Առաջինը, մեր ուշադրությունը հրավիրեմ այնտեղ, որ մանկահասակ երեխան առանց ծնողի ուղեկցության կարող է լինել այս կամ այն վայրում, այն էլ այն դեպքում, երբ նա ունի մանկարժանահոգեբանական աջակցության կարիք եւ այն առանձնահատկությունները, որը երեխայի խոսքի եւ վարքի հետ կապված նրան դարձնում է ավելի խոցելի, բացառապես ծնողի եւ հասարակության անտարբերության արդյունքում կարող է լինել։ Ինձ ներեցեք, բայց այսօր երկու դեպքերի հետ կապված ծնողական մոտեցումը չեմ կարող անտեսել։ Եթե երեխան եւ իրապես բոլորը էլ ավելի ցնցված են աղջիկ երեխա ընդգծելով, բայց հավատացած եղեք, եթե երեխան խոցելի է, աղջիկ եւ տղա տարաբաժանումը այդքան էլ լավ միտք չէ, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ մենք լսում ենք, որ երեխայի մանկության մեջ նաեւ տղաների մոտ բռնության դեպքերը քիչ չեն։ Ինչ է նշանակում անտարբերությունը ծնողական համայնքի կողմից։ Ինչ է նշանակում հասարակության մեջ չարագործի ծնունդը։ Այս ամենը մի քանի կողմից կարող ենք դիտարկել, որ միշտ խոցելի օղակը, թույլ օղակը այն մարդիկ են, որոնք հատկապես տարիքով եւ սեռով պայմանավորված կարող են այդ պահին լինել խոցելի, որոնք ունեն պաշտպանության կարիք։ Պատկերացնել է պետք, որ եթե մենք սպիտակ մազերով այսպես պապիկի արխետիպով մարդուց միշտ ակնկալում ենք օգնություն, այս պահին մենք բոլորս մեր ուշադրությունը սևեռել ենք այնտեղ, թե ինչ է լինելու մեղքի ապացուցման հարթակում, քանի որ այն մարդը, ով պետք է պաշտպանի, այսօր այդ մարդը դառնում է մարդ, որից պետք է պաշտպանվել։ Ասել է պետք, որ եթե տղամարդու արխետիպը, հոր, եղբոր, ամուսնու, սիրած մարդու պետք է միշտ լինի պաշտպանողի դերում, այսօր խոցելի է, որ նրանից պետք է պաշտպանվել։ Ասել կուզի, որ մենք բոլոր միջոցառումները, որոնք անում ենք երեխաների պաշտպանության հետ կապված, իսկ շուտով հունիսի 1-ն է եւ միջոցառումները լինելու են անթիվ անհամար, նրանք փայլուն լինելուց զատ պետք է պարտադիր իրենց մեջ կրեն երեխաների պաշտպանությունը, սիրելի ծնողներ։
խնդրում եմ, որևէ տեղ նշեք, կուզեք կարմիր գրիչով, կուզեք ուղղակի անգիր արեք, երեխաներին չի կարելի թողնել առանց ուշադրության, որովհետև երեխան իր տարիքում, իր առանձնահատկությունների համատեքստում ունի ձեր պաշտպանության կարիքը, մեր պաշտպանության կարիքը, քանի որ եթե մենք լսում ենք հարևանի տանից երեխայի ճիչ եւ նա նրա երեխան է, սա այլևս չի կարող լինել ճշմարտություն, որովհետև երեխան մեր քաղաքացին է, որը չպետք է մեծանա բազմաթիվ տրավմաներով եւ վաղ հարուցյալ երեխաների մոտ։ Այս աղմկահարույց դեպքի շրջանակներում պետք է պատկերացնել այն հայտնի դեպքը Գյումրիում, որ մարդիկ սկսեցին երեխաների համար վախենալ երեխային տանը մենակ թողնելու, դուռը բաց թողնելու, բայց չէ որ չի կարելի երեխային այս կամ այն տարիքում թողնել առանց ուշադրության մենակ եւ չի կարելի, որ այդ բոլոր միջոցառումները մենք չունենանք։ Զարգացած աշխարհում արդեն շատ վաղուց համացանցը ծնողի ուշադրության կենտրոնում է։ Երեխայի շարժը A կետից B կետ ծնողի ուշադրության կենտրոնում է։ Մենք ինչքան ենք մեզ զգում ապահով, որ կարող է մանկահասակ երեխան մենակ անծանոթ մարդու հետ տեղաշարժվել։ Հայտնի դեպքերից մեկում նույնիսկ հարևանը, որը անծանոթ չէր, իրեն թույլ էր տվել այնպիսի ոտնձգություն, որը որ հենց կոչվում է մանկապղծություն։ Դժվար է ապացուցել մանկապղծության դեպքը, բայց վախենալ եւ զգուշանալ պետք է։ Եվ իմ խոսքը ուղղում եմ բոլոր այն ընտանիքներին, որտեղ մեծանում են երեխաներ, եւ ընդհանրապես չեմ ուզում ընդգծել նաեւ մտավոր խնդիրների առկայությունը, որտեղ երեխա իր անպաշտպանության, իր անօգնականության եւ հատուկ կարիքի ու խնամքի համատեքստում։ Բայց մի այսպիսի վիճակագրություն ասեմ, մինչև Սամվելը հարցը կտա, անծանոթի հետ կապված ըստ վիճակագրության, սա հստակ վիճակագրություն է, որից Հայաստանը անմասն չի մնում, այսինքն նույն վիճակագրությունն էլ մեզ մոտ է, ընդամենը 10% դեպքերում է երեխաների հանդեպ սեռական բռնությունը, ոտնձգությունը լինում անծանոթ մարդու կողմից։ Պատկերացնում եք 90% դեպքերում երեխան բռնության է ենթարկվում, սեռական բնույթի բռնության է ենթարկվում մտերիմ հարազատի կողմից կամ մարդու կողմից, որին երեխայի ընտանիքը վստահում է, սա կարծում եմ շատ ցավալի վիճակագրություն է։ Սիրելի Զարա, կարող եմ բոլոր բարեկամական կապերը քեյսերի շրջանակներում նշել։ Սովորաբար սեռական գործողությունների դիմում են հարազատ մարդկանցից, եթե երեխան հորաքրոջ տղայի, մորաքրոջ տղայի, հարևանի տղայի եւ հատկապես սեռահասունացման փուլում գտնվող դեռահասի հետ շփման արդյունքում ավելի մանկասակ երեխան վտանգավոր է։ Նույնիսկ ծնողները այս վիճակագրությունից հետո պետք է իրենց ուշադրությունը սևեռեն երեխաների մանկական թվացող խաղերի հանդեպ, որովհետեւ եթե երեխան պահմտոցի է խաղում եւ երկու տարբեր սեռերի երեխան նույն պահարանում պահմտոցի ժամանակ թաքնվում են, այդտեղ նույնպես կարող է սկսվել չարիքը։ Մարիամ, մենք անընդհատ ասում ենք պաշտպանել, այ ես վստահ եմ յուրաքանչյուր ծնող երազում է իր երեխային պաշտպանել եւ տեսնել պաշտպանված։ Ինչպես պաշտպանել, ինչպես իրականացնել այդ գործողությունները, որպեսզի երեխայի համար դա իր ազատությանը սահմանափակում չթվա, որից նա գուցե ավելի փորձի փախչել այդ իրականությունից։ Ինչպես պաշտպանել երեխաներին այսօր։ Եթե խոսքը ուղենք պաշտպանությանը ֆիզիկական ներկայության տեսանկյունից, սիրելի Սամվել, ապա դա բնականաբար 24-24 անհնար է, որտեղ երեխան գնում է մանկապարտեզ, երեխան գնում է դպրոց, երեխան հաճախում է խմբակներ կամ ուղղակի երեխան մի քանի օրով կարող է տատիկի տանը հանգստանալու արդյունքում ծնողի ուշադրությունից սպրդել, որ նա արդեն հայտնվել է վտանգավոր մի իրավիճակում։ Երեխայի պաշտպանությունը առաջին հերթին սկսում է նրա միջավայրի ստերիլիզացիայից եւ ամենակարևորը երեխայի գիտելիքից։ Գիտեք, իրականում դեպքերի վերլուծությունը սկսվում է երեխայի մտավոր խնդիրների առկայությամբ, որը ավելի սկսում է մեղմացնել կարծես մեծերի անուշադրությունը, բայց միևնույն է, չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Եթե երեխան գիտելիք ունենա, որ կատարածք եւ նրա մարմնին կպնելը եւ եթե նույնիսկ նա մեր բարեկամն է, չի կարող քեզ էլ ավելի ամուր սեղմել եւ համբուրել այնպես ինչպես որ մենք երկար քննարկել ենք, չի կարելի,
երեխան կարող է ծնողին արագ արձագանքի միջոցով ասել, որ այս մարդու կողմից ես պարբերաբար ստանում եմ նման ազդակներ, բայց մենք չարագործի կողմից հաճախ ունենք հետևյալ նաև մոտեցումը, նրանք սկսում են երեխաներին ահաբեկել, վախեցնել, որ ես իրականում հայրիկիդ կասեմ, որ մեր մոտ այսպիսի բան է եղել, ես կասեմ, որ դու այսպիսի բան ես քեզ թույլ տվել, եւ եթե երեխայի տրամաբանական շղթայի մեջ ծնողը մեծահասակը չի ներմուծել, որ ամեն դեպքում ես պետք է տեղյակ լինեմ քո զրույցներից եւ քո ունեցած հարաբերություններից, բնականաբար պաշտպանությունը տեղի չի ունենա։ Եվ եթե մի անգամից անցում կատարեմ երկրորդ միջադեպին, որը որ 19-20-ամյա երիտասարդներ հասուն տարիքում, արդեն չափահասության անձնագրով կարծում եմ, եւ որը որ չուներ որևէ ինքնավերլուծություն, թե ինչ է արել, ապա ստացվում է երեխայից նույնպես պաշտպանվել պետք է, որտեղ այդ վարքը բացառապես պետք է բնութագրել մանկահասակ երեխային բնութագրող վարք։ Վստահ եմ, բոլոր փորձաքննությունները ցույց կտան, որ նշված երիտասարդի մոտ ինտելեկտի գործակիցը ցածր չէ, նշված երիտասարդի մոտ պատասխանատվությունը կարող է լիարժեք լինել, բայց որտեղ է պատասխանատվությունը, եթե 10 օր առաջ նա չունի իր համար վարորդական իրավունք եւ նա ղեկին է, այսինքն զրկելով վարորդական իրավունքից իրավապահ մարմինը կամ նույն ծնողը չէր հետևում, որտեղ է տան մեքենան եւ որտեղ է իր երիտասարդը, որը որ այս պահին շատ մարդկանց համար ուղակի վտանգավոր էր եւ եթե հայտնի տեսանյութը, որը որ միասին վերլուծեցինք, նաև տեսնում ենք, որ նա եւ նրա շրջապատը նայում է եւ շատ ուրախ է անցնում այդ տեսանյութի քննարկումը, հարց. Եթե տղան եւ շրջապատը, որտեղ կան նաև բացի հասակակիցներից, վստահ եմ մեծեր, ընկերներ եւ այլն, ցուցադրական վարքից զատ, ինքնահաստատման սոցիալիզացիայից զատ, ինչ է տեղի ունենում։ Ստացվում է, որ ընտանիքը ինչը չի ավարտում իր ներսում, բնականաբար կրելու է հասարակությունը։ Հոգեբանական մասով այստեղից ես ինչպես ուղեմ պաշտպանությունը, եթե դու կարող ես փողոցը հատելիս ուղակի լինել վրայերթի զոհ։ Եթե դու հասարակական տրանսպորտի մեջ ես եւ երիտասարդը կարող է ինչ որ անհասկանալի բառամթերքով ինչ որ մեկին պատժելու համար, որը որ բացառապես վստահ եմ, եթե իմ խոսքը երիտասարդը լսի եւ նորից իր տեսանյութը նայի, նա կընկալի, որ ինքնահաստատման համար լավ վայր եւ դեպք չէր ընտրել։ Հարգելի երիտասարդ եւ հասակակիցներ, ովքեր որ հենց այսպես են քաջությունը պատկերացնում, պետք է պատկերացնել դուք այն տարիքում եք, որտեղ զորակոչի գնացած նորակոչիկը անցնում է ֆիզիկական պատրաստվածություն, ադապտացիայի դժվարություններ, կարոտում է իր ընտանիքը եւ ամենակարևորը ետ գալուց ունենալու է այլ արժեհամակարգ։ Պաշտպանությունը, սիրելի Սամվել, եկեք հենց այս եթերից սկսենք արժեհամակարգից, որտեղ ես ինքս շատ ուզում եմ օգտակարնել այդ երիտասարդին։ Երիտասարդը, որը որ իր տեսանյութից հետո կարող է այդպես ուրախանալ, ինձ համար ոչ միայն վտանգավոր է, այլև իր համար հարթում է ճանապարհ, որտեղ իրեն որևէ լավ բան չի սպասվում։ Նվազագույնը ազատազրկում, իսկ առավելագույնը ողբերգություն։ Շնորհակալ ենք Մարիամ ինֆորմացիայի եւ խորհուրդների համար, ինչ վերաբերում է պաշտպանությանը, շատ ավելի լավ կլինի մենք փորձենք ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ պաշտպանելու կարիք չի լինի եւ ավելի ապահով միջավայրում մենք կապրենք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր գործընկերոջը Մարիամին, իսկ այս պահին գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ դեռ եթերում ենք լինելու։ Մնացեք Շանթի հետ։